Նրանք դա միամտորեն չեն արել, դա փայլուն մտածված ու կյանքի կոչված դրվագ էր, որին իրանք իրենց նպատակին հասել։ Այսքան տարի առաջ եթե մոտենային էսիշ մարդուն ուսես բան հարցնեին, զուգարանում կծեծվեր։ Իհարկե դա իդիոտիզմ է։ Նա իր ամբողջ կյանքում արել է մի բան, ձգտել է, որ Հայաստանը հասցնի վերջնական կապիտուլյացիայի, ռեսուրս ունեցող մարդկանց խնդիրը կայանում է հետևյալում։ Մենք պիտի լուծենք մի խնդիր, մենք պիտի կարողանանք ազատվել առաջիկա ընտրություններին, ազատվել այս չարիքից։ Ուրեմն հարևան Ադրբեջանի նախագահը երեկ, եթե չեմ սխալվում, Ելուր աշխարհի հայտարարել է, որ հայերին ներկայացնում է ինքը որպես ագրեսոր ու խորհուրդ է տալիս, որ հայերով պետք է զբաղվեն հոգեբաններն ու հոգեբույժները, հասկանալու համար, թե ինչի են հայերը ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Ալիևին adekvat պատասխան տվող ղեկավար փաստացի Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Մենք ֆորմալ ունենք ինչ-որ ղեկավարի պաշտոնակատար, որը որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ստանում է աշխատավարձ։ Այս օրերին գանվել է, լցվել է ու իրականացնում է քարոզարշավ, հանրապետության տարածքով շրջում է ու հոխորտում է, որ սրան կպատժի, նրան կպատժի, Հայաստանի կառավարության ուղիղ ֆունկցիան նա ներկայացնում է որպես իր կողմից իրականացված, չգիտեմ, բարեգործություն, խոսքը թոշակների բարձրացման մասին է, չգիտես ինչի այն ֆունկցիան, որ պետությունը կոնկրետ պարտավոր է կատարել, դա ներկայացվում է որպես բարեգործություն։ Մեր երկիրը փաստացի չունի ղեկավար ու ղեկավարի մակարդակով հարևան պետության ղեկավարին պատասխան որպես այդպիսին մենք չունենք տալ, բայց երեք ականատես եղանք մի դրվագի, որ Ալիևի խոսքից հետո զուգահեռ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը պիկապի վրա բարձրացած կոկորդը ճղելով խոստանում էր պատժել ինչ-որ մի մարդու, ինչ-որ հանցագործության համար, ում որ պետքա բերման ենթարկի մեկ այլ պետությունից։ Հայաստանի վարչապետի ֆունկցիան չէ հանցագործության մասին զբաղվելը կամ դրա մասին հայտարարություն անելը, դա իրավապահ մարմինների ուղիղ գործառույթն է, բայց քանի որ մենք ապրում ենք այսպես ասած ծուռ հայելիների իրականության մեջ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պիկապի վրա բարձրացած հոխորտում է ու խոստանում է պատժել ինչ-որ մարդի։ Ես առհասարակ ոչինչ չունեմ իրավապահ համակարգի կամ այսպես ասած կատարված, եթե իհարկե հանցագործություն է կատարվել, հանցագործներին բռնելու, պատժելու, դա այլ հարց է։ Խնդիրը հետևյալի մեջ է, եթե մենք ունենայինք գրագետ աշխատող համակարգ, իրավապահ, ապա իրավապահ համակարգի ուղիղ գործառույթներից մեկը նախ հասարակության իրազեկումն է, հանցագործությունների կանխարգելումն է,
հետո նոր հանցագործությունների բացահայտումը ու պատժելը։ Բայց ինչ կապ ունի պետությունը, պետականաշինությունը, ինչ կապ ունի արտաքին հարաբերությունները, այն էլ թշնամի պետության հետ, որ ներկայացնել մի մարդու կատարած հանցագործությունը որպես, չգիտեմ, մի հատ այնքան մեծ գործ, որ ինքը խոստանում է բռնել, բերել, պատժել։ Նա ամեն օր առիթը բաց չի թողնում իր նախարարների հետ միասին, չնայած այդ նախարարները նորից կրկնեմ Հայաստանի Հանրապետության հարկատուների հարկերից ստանում են աշխատավարձ, ովքեր որ պետքա կոնկրետ գանված լինեին իրենց աթոռներին ու աշխատեին, նրանք աշխատանքի ժամին դուրս են գալիս փողոցներ ու իրենց ուղիղ գործառույթը արած կամ չարած ներկայացնում որպես լավ բան։ Ինչ խաղաղության մասին է խոսքը ու մեր երկրի ղեկավարը Ադրբեջանի ղեկավարին ներկայացնում է որպես խաղաղասեր ու խաղաղության երաշխավոր, եթե նույն Ադրբեջանի ղեկավարը հայ ազգի իլուր աշխարհի հայտարարում է, որ մենք ագրեսորներ ենք։ Իլուր աշխարհի ցույց է տալիս իր բանակի սպառազինությունը, ցույց է տալիս բանակում ծառայողների քանակը եւ այլն։ Նա առիթը բաց չի թողնում ասելու, որ իր ոտերը լվանալու է Սևանա լճում։ Նա առիթը բաց չի թողնում ասելու, որ Հայաստանի տարբեր քաղաքներ, գյուղեր, մարզեր, դրանք հնագույն ադրբեջանական բնակավայրեր են։ Նա առիթը բաց չի թողնում ու ստեղծել է մոտավորապես 300,000 հոգուց բաղկացած բանակ, որոնց որ պատրաստվում է այս իշխանությունների վերարտադրվելու պարագայում գործուղի Հայաստան։ Նա կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում ունենալու է 300,000-անոց բանակ։ Ու այդ 300,000-անոց բանակը պաշտպանվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ու նրանք ամեն օրվա ռեժիմով աշխատելու են ու հայերին կամ աքսորելու են, կամ սպանելու են, մի խոսքով ջնջելու են այն ամենը, ինչը որ հայկական է, տեղը ստեղծելու են ադրբեջանական պետություն։ Հովիկ, քանի որ խոսացինք նախարարներից, ես մեկ հարց ունեմ։ Արտաքին գործերի նախարարը մոռանալով, որ Փաշինյանի միկրոֆոնը միացրած է, ականջին թաքուն ասում է Թուրքիան այսօր բացում է։ Մի հատ welcome-ի տեքստ անենք։ Ինչ նկատի ուներ։ Շատ հետաքրքիր է դա, որովհետև եթե մենք համարենք, որ արտաքին գործերի նախարարը հասուն տղամարդ, քարոզարշավի թեժ պահին չի հասկանում, որ միացված են կամերաները ու միկրոֆոնները, ուրեմն ինքը տգետ է։ Ամենավերջին տգետ է, ով որ չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, որ կան կամերաներ ու միկրոֆոններ։ Բայց ես վստահ եմ, որ նա տգետ չի, նա սուպեր պրոֆեսիոնալ խաղ է արել իր իսկ վարչապետի հետ, ցրելու համար կամ ավելի շուտ ստեղծելու համար մի վիրուսային վիդեո, որը որ կտարածվի ու քարոզարշավի ժամանակ իրենց ոչ բարենպաստ պայմանները մի քիչ կքողարկի։ Նրանք երկուսն էլ պրոֆեսիոնալ են, դա չի արվել միամիտ
դա արվել է մտածված ու փայլուն խաղացված։ Ինչ վերաբերվում է բառերը, որոնք որ նրանք օգտագործել են Թուրքիա ու չգիտեմ ինչի մասին է խոսքը, թե ինչ welcome-ի տեքստ են գրում, դա մի կողմից երկրորդական է, որովհետև այս պահին դրա մասին չէ խոսքը, բայց թուրքերի մասին խոսելը ու այդ վիդեոն տարածելը բնականաբար իր նպատակին հասել է ու այսօր քննարկվում է։ Նրանք դա միամտորեն չեն արել, դա փայլուն մտածված ու կյանքի կոչված դրվագ էր, որին իրանք իրենց նպատակին հասել։ Քարոզարշավի ժամանակ եւս մեկ միջադեպ տեղի ունեցավ։ Փաշինյանը քաղաքացու հետ խոսելիս ասեց. «Առաջ լիներ ձեզ զուգարանում սխկելով սպանել էին»։ Մենք հասկանում ենք ում ի նկատի ունի։ Տեսեք, քարոզարշավը իրականացվում է ցերեկվա ժամին, մարդիկ շրջում են փողոցով ու իր ուղիղ խնդիրն է հանդիպել մարդկանց, թվով հնարավորինս շատ մարդկանց ու քարոզարշավ իրականացնել։ Տրամաբանության մեջ տեղավորվում է, որ փողոցով քայլող յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն մոտենալու, իսկ ինքը երազում է, որ իրեն մոտենան ու իրեն հարց տան։ Մարդը մոտեցել է ու տվել է հարց, իրականում տվել է շատ լավ հարց, որի պատասխանը չունենալով ինքը նորից փորձել է մեջ բերել իր սիրած նախկիններին ու հարցը թողել անպատասխան։ Ինչի մասին է խոսքը։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի քարոզարշավի ընթացքում մոտենա տեխնացուին ու բարձրաձայնի հարցը։ Այդ ոնց է լինում, երբ որ մոտենում են իրան ու ասում են մենք քեզ սիրում ենք, ինքը ողջագուրվում է ու համբուրվում է հետները, բայց երբ որ մարդը ասում է մի պարզունակ ճշմարտություն, որը որ իր սրտով չէ, ուրեմն ինքը ներկայանում է որպես երկնքից իջած ոտերը ամպոտ հրեշտակ ու ժողովրդավար ու դա փորձում է մանետիզացնել ու վաճառել, որ տեսեք, ես այնքան լավ մարդ եմ, որ ինձ կարան մոտենան բան հարցնեն, բայց չգիտեմ, այսքան տարի առաջ եթե մոտենային էսիշ մարդուն ուսես բան հարցնեին, զուգարանում կծեծվեր։ Իհարկե դա իդիոտիզմ է։ Փաշինյանը նորից անդրադառնում է նախկիններին, ոնց որ լոզունգ է սարքել։ Եթե ինչ-որ մի հարց է առաջանում Հայաստանի մասով, ինքը միանգամից անդրադառնում է նախկիններին։ Փաշինյանը մեղադրում է նախկիններին քառօրյա պատերազմի զոհերի 800 հեկտար տարածքի կորուստների եւ խաղաղ պայմաններում սահմանում զոհեր տալու համար։ Այսինքն նախկինների ժամանակ զոհեր եղել են, իսկ իր այդ 2018 թվականից մինչ օրս ոչ մի զոհ չկա։ Դա եթե հիշողությունս չի դավաճանում 2016 թվականի վերջերին արված Facebook-յան իր գրառումն է, բնականաբար ինքը այն ժամանակ իր ամբողջ էությամբ գանված էր իշխանություններին վատաբանելու, իշխանություններին մեղադրելու, սահմանին տեղի ունեցած քառօրյայի ժամանակ տարածքային կորուստի ավելի շուտ դիրքային սենց ասած բարելավումների կամ չգիտեմ ինչի մեջ ու ցավոք սրտի այդ ընթացքում մեր կողմից ունեցած զոհերի մասին նա դրանում մեղադրում էր դրանից հետո քառօրյայից հետո եթե հիշողությունս չի դավաճանում մոտավորապես մի 20 օր հետո նա ինքը դրա մասին բաց աղբյուրներից կարանք տեղեկանանք որ հայտարարում է որ մենք գնացել ենք սահմանը պահելու ջոկատ էր կազմել գնացել էին Արցախ նա ինքը ազգային ժողովում հայտարարում էր, որ իր ջոկատով գնացել է Արցախ, խրամատ է փորել, չգիտեմ ինչ է արել,
նմանատիպ անհեթեթ հիմարություններ, ինչը որ այն ժամանակ էր իր ասածները հիմարություն, հիմա էլ է հիմարություն։ Ուղղակի օբյեկտի ու սուբյեկտի տեղերն են փոխվում։ Նա իր ամբողջ կյանքում արել է մի բան, ձգտել է, որ Հայաստանը հասցնի վերջնական կապիտուլյացիայի ու իր երազանքն է, որ այդ կապիտուլյացիայից հետո ստեղծված միավորի դառնա ինքը միանձնյա ղեկավարը լինելով ուղիղ ստրուկ Ադրբեջանի նախագահի։ Իր ուզածն ընդամենը է, դա ինքը լավագույնս անում է։ Հիմա մեր խնդիրը այն փոքրաթիվ ռեսուրս ունեցող մարդկանց խնդիրը կայանում է հետևյալում։ Մենք պիտի լուծենք մի խնդիր, մենք պիտի կարողանանք ազատվել առաջիկա ընտրություններին, ազատվել այս չարիքից, այլապես նա իր բոլոր ցանկությունները կյանքի կկոչի։ Հովիկ, քանի որ անդրադարձար Փաշինյանի գրառմանը, ես հիմա ընթերցեմ ինքը ինչ էր գրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին իր Facebook-յան էջով։ Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-2016 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածք կորստի։ Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել։ Սերժ Սարգսյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար, զոհերից խուսափելու նկատառումով շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար։ Այսինքն ինքը մեղադրում է նախկիններին զոհերի, սահմանում զոհեր տալու 800 հեկտար տարածք կորստի համար, բայց արյուտես, որ իր կառավարման ժամանակ 2020 թվականի այդքան զոհեր եւ այդքան տարածքային կորուստներ ունեցանք։ Ինքը դրա մասին չի խոսում, բայց ուրիշների մասին միշտ բարձրաձայնում է, խոսում է։ Բնականաբար նա Արցախի հայաթափումը վերջնական, իսկ Արցախի հայաթափումից առաջ տված կրած մեր զոհերը, որի թիվը ավելին է վստահաբար կարելի է ասել, քան 5000-ը, մեր հաշմանդամների թիվը անցնում է 20,000-ից ու Արցախի վերջնական կորուստը, որ ինքը միանձնյա ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, նա դա համարում է ձեռքբերում։ Նա ամենօրյա ռեժիմով Հայաստանի արդեն սուվերեն տարածքից հանձնում է հողեր, բայց դա համարում է ձեռքբերում։ Նա իհարկե դա ձեռքբերում է, եթե մենք փոխենք տեսանկյունը ու հասկանանք, որ նա գործուղվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ձեռքբերում բնականաբար ունենում են Ադրբեջանն ու Թուրքիան, ինչի մասին է խոսքը։ Իսկ Հայն ու Հայաստանը ամեն օր ունենում են կորուստներ, ամեն օր։ Դե ինչ այսօր այսքանը հարգելի բաժանորդներ, դու կարող եք գրել մեկնաբանություններում ձեզ ուզող հարցերը, որոնք որ կուզենաք անդրադառնանք մենք եթերներում, գրեք հարցերը, մենք բոլոր հարցերը կընթերցենք և կպատրաստենք այդ նյութերը։ Հովիկ։ Շնորհակալություն։